Սխալ վիճակում գտնվող Հալաբյանի գետնացումը ձեր տիրույթում է համակարգվում։ Գետնացումը Հալաբյանի, այնտեղ եթե չեմ սխալվում, որոշակի բան են արել, բարեկարգման աշխատանքներ իրականացվել։ Առանձնացրել են, փակ կտորով առանձնացրել են, որ չերևա այդ անխիթար վիճակը։ Հա, այդ շորը, որ առանձնացրել են, Արփի ջան, վստահ կարող ես լինես, ուրեմն այնտեղ ինչ-որ շինարարական աշխատանքներ են անում։ Եվ ես կարծում եմ, որ այդ հարցը տալիս ես եւ ժպտում ես, ինքը պատկերացնում ես այդ հարցի պատասխանը, բայց այո, պատասխանեցիք ես։ Եթե շորը առանձնացնել ես, տիրույթը ոլորտը հիմա ո՞րն է, պարոն Հովհաննիսյան։ Ջրահեռացման համակարգը նույնպես իզմը չի։ Ջրահեռացման համակարգը գիտեք, երբ հասարակվել վերջի անգամ։ Եվ վերջին տարիներին քանի նոր հեղատար եւ քանի կողմի ենք սարքել։ Այդ խնդիրը ունի դարերով ի վեր պատմություն։ Դե հիմա ես այս պայմանությամբ ինչ հարց տվեցիք, դուք ասացիք, որ ամեն դեպքում մենք արդյունք չենք տեսել։ Հիմա ուզում եք ասեք, արդյոք մենք տեսել ենք այն խնդիրը, այո, տեսել ենք։ Եվ դրա մասով անելու ենք աշխատանքներ, որպեսզի վերացնենք այդ վիճակը, բայց պետք են հավելյալ գումարներ, ինչպես Աշնանը գետեր կհոսեն Երևանում։ Դուք երբ որ կտեսնեք, կասեք, ես չգիտեմ։ Որ գետի մասին է ներողություն, Հրազդան գետի մասին է, որ անձրևից հետո է լինում։ Ես չեմ պատասխանել ձեր հարցին։ Անկամ հումոր է շրջանառվում, ասեք խեղդվենք, բան, որտեղ իրավիճակը իրականում շատ լավ։ Իսկ այդ խնդիրը ուզում եմ հասկանամ, այդ խնդիրը նոր է հայտնվել, մեր գալուց հետո է հայտնվել։ Ժողով ջան, այսօր ես հիմա ուզում եմ ելույթ ունենամ մանկապարտեզների մասին, քիչ հետո խոսելու եմ, քանի մանկապարտեզներ է Երևան քաղաքում մասնավորացվել եւ վաճառվել։ Եվ ձեր այս ուշադրությունը ուղղում եմ այնտեղ։ Եթե ձեզ հետաքրքիր է, դուք ուզում եք խոսակ իրական հարցերի մասին, ոչ թե ուզում եք մենակ բանանել։ Չէ, ներողություն։ Հիմա մենք խոսում ենք մանկապարտեզների մասին, մենք ասում ենք, որ մենք աննախադեպ քանակի մանկապարտեզներ ենք հիմնանորոգել։ Այո, տեսակ մեր գործընկերների ուրեմն տեսանյութունը, որ որոշ մանկապարտեզների մասով, որոնց մասով, որ մենք դեռ չենք ընդունել եւ գումարները չենք վճարել, կան խնդիրներ։ Վճարել եք 297 միլիոնից։ Շնորհակալություն, այդ տեղեկությունները գիտեմ։ Ի վերջո Երևանի քաղաքապետն եմ աշխատում։ Դրա համար եմ ասում։ Եթե ուզում եք բովանդակության մասին խոսենք, հիմա ես քիչ հետո խոսելու եմ մանկապարտեզների մասին, որոնք 2000 թվականից 98 թվականից ընկում մասնավորացվել են, վաճառվել են, դարձել են ինչ-որ մեկի բազմաբնակարան շենքը։ Մենք 2018 թվականից հետո սկսել ենք մանկապարտեզների վերակառուցման նախագիծ, քանդում ենք, 0-ից սարքում ենք, ամրացնում ենք եւ այլն։ ԵՆԲ 1-ի ծրագրով 15 հատ մանկապարտեզ ենք անում, ԵՆԲ 2-ով 32 մանկապարտեզ։ Դա ձեզ հետաքրքիր է, թե դուք դրա մասին չեք ուզում խոսել։ Այս ձեզ մենակ հետաքրքիր է, ներողություն, ձեզ մենակ հետաքրքիր է Արփիի ասած հարցը, որ ինչ որ մի մանկապարտեզում տեսել են, որ կա խնդիր, որի մասին մենք տեղյակ ենք եւ գնալու ենք այդ խնդրի հետևից։ Բայց դուք ուզում եք մենակ դա խոսել։ Դա չի հետաքրքրում, չէ՞ ձեզ։ Այսինքն մնացած մանկապարտեզների մասին։ Դուք անում եք ձեր պարտականությունները որևէ մեկին լավություն չեք անում։ Ներողություն, իմ պարտականություն, ներողություն, բոլորն են մինչև այդ իրանց պարտականությունները։ Ես ձեզ ասում եմ, որ մինչև 2018 թվականը մանկապարտեզները մենակ վաճառվել են եւ չեն հիմնանորոգվել։ 2018 թվականից դա ձեզ ինչ-որ հուզական ֆոն ստեղծում է, դա ձեզ հետաքրքրում է, թե չէ։ Հա, դե եթե հետաքրքրում է, ուրեմն հեսա կխոսեմ։ Դե ուրեմն հիմա կխոսեմ, խնդրում եմ լուսաբանեք դա։ Կլինի։ Ոչ, մանկապարտեզ ոչ։ Վերադարձնելու եք սեփականացրած, այս ձեր նշած ժամանակահատվածը վերադարձնելու ենք եւ մեկ մանկապարտեզ, օրինակ Վերոնիկան, որը Մալացիա Սեբաստիան Վարչական շրջանում արդեն վերադարձվել է, դրա մասով հիմնանորոգման աշխատանքներ են անում։ Վերոնիկայի ասում են, որ պարոն Սամվել Ալեքսյանի հետ փոխկապակցված մարդիկ եւ իրենք վերադարձրել են։ Ասում են, չեմ ստուգել։ Երբ վերադարձել այդ մանկապարտեզը։ Վերջին տարիներին։ Վերջին տարիներին։ Մի հարց է ձեզ տամ, աղմուկը, որ բարձրացավ նոր տարվա զարդարանքները հենց Վերոնիկա մանկապարտեզի տարածքում են։ Եթե դա որպես պայս է օգտագործվում, դա այժմ մինչև մենք այդտեղ կարողանանք հիմնանորոգում անել։ Հա, քիչ առաջ աշխատակիցներից մեկը ասաց, որ այդ պահեստում մասնավոր պահեստ է եւ այդտեղ մարդը իր զարդարանքներն է տեղը պահել։ Ինչ աշխատակից։ Անի Խաչատյան քաղաքապետարանի աշխատակից է թե ավականական։ Ինչ ասեմ։ Ամեն դեպքում այդտեղ են պահվել նոր տարվա զարդարանքները։ Հիմա դա եթե վերադարձվել էր, արդյոք դա այն զարդարանքները չէին, որոնք նախորդ տարիներին օգտագործվել։ Ես տեղյակ չեմ ճիշտ ասած։ Ես կարող եմ Տիկին Խաչատրյանի հետ գնալ եւ խոսել եւ բարձել ինչի մասին է խոսքը։ Բայց եթե կա մանկապարտեզ, որը վերադարձվել է մեր բալանսին, այո, կարող է նաև ժամանակավոր որպես պայս օգտագործվել։ Եվ ես ձեր ուշադրությունը խնդրում եմ իմ ելույթին։ Շնորհակալություն։ Մի հարց էլ ես տամ, էլի։
Տեսնում ենք ամեն ամիս այսպես կոռուպցիոն դեպքեր։ Արդեն պատասխանել եմ այդ հարցը։ Չէ, ես պատասխանում եմ։ Ես արդեն պատասխանել եմ։ Դեպքեր լինում, բայց մի հատ քաղաքապետարանից հայտարարություն, ինչ որ նախաձեռնություն սրա հետ կապված, չգիտեմ, քննարկումներ անելու չենք տեսել։ Սա ձեզ չի հետաքրքրում։ Ինչ քննարկումներ չեք տեսել։ Մի օրինակ մի Այսինքն ձեր կարծիքով գործակարգավորական նիստից հետո մենք ընդհանրապես իրար չենք հավաքում։ Չէ, հանրային մի որևէ հայտարարություն։ Հիմա տեսեք, յուրաքանչյուր օր իմ մոտ կան բազմաթիվ քննարկումներ եւ աշխատանքային խորհրդատվություններ։ Նույնը քաղաքապետի մոտ է։ Դրանք հանրային չէ, չէ՞, բայց հավատացեք, բոլոր հարցերը մեզ հուզող եւ քաղաքացիներին հուզող այդտեղ քննարկվում են։ Հիմա եթե դուք չեք տեսել, դա չի նշանակում դրա մասին մենք չենք խոսում։ Միգուցե հանրայինորեն չենք խոսել, գործակարգարական նիստի ժամանակ չենք խոսել, բայց դրա մասին մենք ամենօրյա խոսում ենք ռեժիմով։ Դե իմ հանրային տիրույթի մասին, ես հանրային տիրույթի մասին քիչ առաջ խոսեցի, չէ՞, համարենք սա հանրային տիրույթ։ Ես մեկտաբանեցի, խստորեն ասացի, դատապարտում եմ ու եթե վերջում եկեք մարդկանց այդ անմեղության կանխավարկածը չխախտենք, բայց եթե վերջում կպարզվի, որ այո, որոշ ինչ որ կոռուպցիոն գործարքի մեջ են եղել, ես դատապարտում եմ եւ եւս մեկ անգամ ոչ եմ անում բոլորին։ Երևանի քաղաքապետարանում կլինի, այլ կառույցներում կլինի, մասնավորներ կլինեն, որ կգան ինչ-որ մեր աշխատակցին կասեն, այս 5000 դրամը վերցրա գնախնդրում, հենց հələ դիմումը շուտ լինի։ Նույնիսկ այդ մարդկանց եմ հորդորում, լրագրողներին, բոլորին։ Չանել նման բաներ։ Պրոակտիվ չեք այս հարցերում։ Ես Ընդհանուր դուք չեք քաղաքային իշխանությունները։ Ինչի եք դաս կարծում։ Հանրության մոտ տպավորություն չի ստեղծում, այսպես որ չգիտեմ, հենց քաղաքապետարանը կոռուպցիոն ստանդարտներով, չգիտեմ, գնում է հետքերը, որովհետև այս մասին որևէ հրապարակային խոսք չկա։ Չգիտեմ, ինչ ասեմ, ստուգումներ անեք, որ դուք նախաձեռնեք ինչ-որ։ Շատ լավ, եթե նման կարծիք եք արտահայտում, ի վերջո լրատվական միջոց եք, հաշվի կառնեմ, դա էլ հաշվի կառնեմ, ձեր կարծիքը բոլորի կարծիքն այն հաշվի կառնեմ։ Բայց ելի եմ խնդրում, որպեսզի մեր զրույցները կամ կարծիքները լինեն բան դաշտում, օբյեկտիվ դաշտում։ Ոչ թե մենակ վերստել տեսնել, ասենք, մի կետ, որտեղ կա խնդիր եւ ամբողջ ոլորտը սեվացնել։ Մենք 15-ից անվել մանկապարտեզ ենք վերակառուցում, չգիտեմ, բազմաթիվ բակեր ենք վերակառուցում, մի մանկապարտեզի մասով կա խնդիր եւ մենք այդ խնդիրը վերացնում ենք, այնպես չի որ բանից ենք իմացել, այդ TikTok-ից ենք իմացել կամ այնտեղից, այո, այդ խնդիրը կար 2023 թվականի տարեվերջից։ Բայց հիմա ամբողջ ոլորտը մի թեմայով սևացնելը դա ազնիվ չի եւ մենք ինքներս մենք համարում ենք որ մենք առավոտից երեկո աշխատում ենք բազմաթիվ աշխատանք ենք անում մենք ինքներս դա ծանր ենք տանում Վերջին օրերին Երևանում բարձրացած ուժեղ քամու հետևանքով տեսանք թե ինչ տեղ ունեցավ փոշու կոնցենտրացիան եւս բարձրացել է նախ եթե դա ձեր համակարգման տիրույթում է իհարկե կառուցապատողների չէ քամին չէ կառուցապատողների խնդիր է, հա, մենք գիտենք, որ պետք է հատուկ պաշտպանիչ շերտ ունենան, շատ ժամանակ իրենք չեն պահում շինարարական դորները։ Խոսեց քաղաքապետը երեք, եթե չեմ սխալվում, խոսեց գործակու, չէ, խոսեց։ Բայց դուք գնում եք այդ ամենի հետևից, որովհետև համապատասխան մարմինները գնում են, տուգանում են, բայց նաև խոսեց նրա մասին, որ եթե գործող դրույքները, տուգանքների չեն բավարարում լիարժեք, որպեսզի իրավիճակը փոխվի, այսինքն նույնիսկ շինարարները պատրաստ են հետևապես տուգանվել, բայց այդ ցանցը չան։ Այդ մեխանիզմը ազգային ժողովի է, մենակ քամիների մասով չէ, դե աղ թափելու մասով եւ այլն դիտարկվել եմ։ Հիմա օրինակ տրանսպորտի այս տուգանքի մասով չէ, ազգային ժողովի գործընկերների հետ կքննարկեն եւ եթե պետքա դրույքը կբարձրացնեն, որպեսզի այլևս շինարարներ չլինեն կամ քիչ լինեն այն շինարարները, ովքեր որ ասում են դե լավ, հիմա եկան մեզ տուգանեցին, ավելի լավ տուգանեն, բայց ցանցը չքաշեմ, չէ։ Ի վերջո մենք իրավական երկրում ենք ապրում։ Որ քաղաքացուն միևնույնն է սարքում եք տուգանքի մատերիալ, բայց Երևան քաղաքում է որ քաղաքացուն տուգանքի մատերիալ։ Շինարարին ով որ խախտում է եւ ձեզ ստիպում է որ փոշի շնչեք, այդ քաղաքացուն ենք տուգան։ Դե հիմա տեսեք, քաղաքացուն տուգանվեն ու Նիկոլ Փաշինյանի ասած փողը տուր նորից քրշի Ինչի ասեցի քաղաքացուն սարքում եք տուգանքի մատերիալ։ Որտեղ այդ մեխանիզմները գործնականում չեն լուծում այդ խնդիրը, այսինքն քաղաքացին փողը տալիս է տուգանվում է, բայց Երևան քաղաքում այդ փոշին, որը շնչում է մեկ այլ քաղաքացի կամ հենց իրենք աշխատավայրում շնչում են եռակի անգամ ավելի բարդ, իրենց համար չի լուծում, իրենք առողջություն են վնասում, աշխատանք են իրականացնում, որով վնասում են մեկ այլ կլուծվի, այդ խնդիրները կամաց լուծվում է, էականորեն բարելավել ենք իրավիճակը, այստեղ հավատացեք։ Գետնանցման խնդիրը գիտեք որն էր, որ դեռ անցյալ տարի պիտի մրցույթ հայտարարվեր, այդ վերանորոգում սկսվեր, բայց չի արվել։ Հետևաբար կա ցանկություն դա սարքելու։ Շնորհակալություն։ Կանվեն